Դատավորը թույլատրել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանին այցելել բժշկի։ Դատական նիստի ընթացքում Սրբազանի պաշտպան Արա Զոհրաբյանը միջնորդել է, պահանջելով քրեական բարույթի նյութերին կցել Արագածոտնի թեմի քահանաների հարցաքննությունները եւ առերեսումների արձանագրություններն ու տեսաձայնագրությունները։ Փաստաբանի պնդմամբ քննչական մարմինը դիտավորյալ թաքցնում էին ապացույցները, որոնք կարող են հօգուտ Սրբազանի լինել։ Զոհրաբյանը հիշեցրել է, որ գործի սկզբնական փուլում քահանաները փաստացի բերման են ենթարկվել։ Նրանց իրավունքները խախտվել են, իսկ փաստաբանների մուտքը խոչընդոտվել է, ինչի վերաբերյալ արդեն հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել։ Քահանաների ժողովի ժամանակ է իբրև մեր վստահ ինչ-որ բան ասել, արտահայտություն ասել։ Երբ բարձր չէ քահանաների ժողովի ժամանակ քահանաներ են ներկայացել։ Բարձր չէ որ առերեսումներ եղել, նշանակում է նրանց ցուցմունքների միջև հակասություն է եղել։ Հիմա պատկերացեք այդ ցուցմունքների չկա։ Ես դա չեմ ուզում կասկածի տակ դնեմ մեղադրողի կողմի դիտավորյալ որոշ բաներ, դա առանձին, այսպես ասած, վեպի նյութ է, բայց այն որ այդ ապացույցները մեր վստահակի օգտին են եւ այդ ապացույցները դիտավորել այս բարույթում չեն գտնվում, դա փաստ է։ Քննչական կոմիտեի փորձագետը չի հաստատել, որ սկանդալային տեսանյութում Արշակ arczepiskopos Խաչատրյանն է։ Այսօր մամուլի ասուլիսում ասել է նրա պաշտպան Արսեն Բաբայանը։ Պաշտպանի խոսքով 3 պետություններից Ռուսաստանի Դաշնություն, Սերբիա եւ Չեռնոգորիա միջազգային փորձագետների եզրակացությունները եւս հաստատում են, որ տեսագրությունները կեղծ են։ Բաբայանի խոսքով քննչական կոմիտեի նշանակած դատատեսաձայնագրային փորձաքննության ընթացքում ուսումնասիրվել է միայն այն հարցը, արդյոք տեսանյութում Արշակ Սրբազանն է, թե ոչ, իսկ տեսագրության իրական կամ կեղծ լինելու վերաբերյալ դիտարկումներ չեն եղել։ Մեկ այլ բանից է դժել Արշակ Սրբազանը, մասնավորապես այն բանից, որ ինչ-որ մեկը կամ ինչ-որ մարդիկ կեղծ տեսագրությունները ստեղծելու ճանապարհով փորձել են հարակավորել այդ մարդու անունը, փորձել են ատելություն սերմանել Արշակ Սրբազանի եւ ընդհանրապես եկեղեցու նկատմամբ։ Եվ հետեւաբար գործի քննության ուղղություններից մեկը կամ մեր համոզմամբ միակ ուղղությունը դա պետք է լինի եւ հետեւաբար պետք է քննություն իրականացվի այդ ուղղությամբ եւ հայտնաբերվել են այն անձին, որոնք որ իրականացրել են այդ կեղծիքը եւ այնուհետ դրա տարածում։ Անդրադառնալով նախկին եպիսկոպոս Գևորգ Սարոյանի հաստատական պնդումներին, թե տեսանյութում հաստատ Արշակ Սրբազանն է, Բաբայանը հեգնել է վերջինիս ասելով. մեջբերում կամ նկարահանումն է ինքն իրականացրել, կամ մոնտաժը։ Ակնհայտ է, որ ունի որոշակի շահագրգռվածություն, բայց ես իրեն մի այսպիսի, քանի որ ինքը վերջերս մի հարցազրույցում ինձ էր նաև անդրադարձել, մի այսպիսի հողում ունեմ կամ կոչ ունեմ իրեն։ Բոլորդ գիտեք, իր հետ կապված մի ձայնագրություն կա, հեռախոսային խոսակցություն։ Այ ես հորդորում եմ իրեն, քանի որ ինքը պնդում է, թե այդ ձայնագրությունը հեռախոսային կեղծ է, ես հորդորում եմ իրեն ինքն էլ միջազգային փորձաքննություն նշանակի եւ այդ միջազգային փորձաքննությունով իր ասածը փորձի հաստատել։ Տեսնենք, ընդ որում պարտադիր չի միջազգային փորձաքննություն, այդ փորձաքննությունը նաև Հայաստանի Հանրապետությունում էլ կարող է իրականացնել։ Պաշտպանը շեշտել է, քննության առանցքային հարցը պետք է լինի պարզել, թե տեսանյութի ստեղծողներն ու տարածողները ովքեր են։ Բավարար են տվյալները, որպեսզի փորձագետը հաստատի կամ հերքի։ ԿԳՄՍ նախարարությունը հերքել է համացանցում տարածվող այն տեղեկությունները, թե 2026 թվականի սեպտեմբերից հանրապետությունում նախատեսվում է փակել 231 դպրոց։ Գերատեսչությունից շեշտել են, որ այս լուրերը բացարձակ ապատեգատվություն են եւ չեն համապատասխանում իրականությանը, քանի որ պետական քաղաքականությունը ուղղված է կրթության հասանելիության ընդլայնմանը, այլ ոչ թե հնարավորությունների սահմանափակմանը։ Որպես հակափաստարկ նախարարությունը մատնանշել է երկրում ընթացող լայնածավալ դպրոցաշինությունը, որի շրջանակում բարբերաբար շահագործման են հանձնվում նոր կրթական հաստատություններ։ Ուսանողական աշխատանքներ են անում, հանրապետումի Ակտիվիստ Արթուր Չախոյանը կրկին տեսանյութ է հրապարակել, նշելով, որ ասֆալտապատում իրականացնող ընկերությունը չունի բիտում փչող սարք։ Ակտիվիստի խոսքով ասֆալտի ժամանակի շուտ քայքայման պատճառը իրականում ոչ թե աղի չափից շատ քանակությունն է, այլ ոչ նորմալ ասֆալտապատում իրականացնելը։ Մեջբերում մենք քարի դարում ենք ապրում, հակառակ դեպքում չայնիկով ասֆալտ չէին փռի։ Մինչ քաղաքացիները բողոքում են ձնհալից հետո մայրաքաղաքում հայտնված փոսերից, Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը պարզաբանում է դրանք կապելով տեղումների առատության եւ աղի օգտագործման ծավալների հետ։ Ըստ փոխքաղաքապետի 2025 թվականին տեղացել է վերջին տասնամյակի համար աննախադեպ քանակի ձյուն, ինչի հետևանքով քաղաքի փողոցները մշակվել են ավելի շատ աղուավազով, քան նախորդ տարիներին։ Փամբուխչյանը պատասխանելով մեր գործընկերոջ հարցին, թե քաղաքապետի տան մերձակայքում փոսեր չկան հատուկ վերաբերմունքի պատճառով,
Նշել է, որ Երևանում փողոցների վիճակն ավելի լավ է այնտեղ, որտեղ վերջերս միջին նորոգման աշխատանքներ են կատարվել։ Նախորդ տարի 2025 թվականին համեմատած 24 թվականին 2.5 անգամ ավել աղոավազով մշակում է եղել, քանի որ դա պայմանավորված է եղել առատյան հետևանքով եւ այս տարի կարելի է նշել, որ վերջին 10 տարիների ընթացքում 25 թվականին կներեք եղել է աննախադեպ ձյանքանակ եւ բնականաբար ծավալը եթե 24 թվականին եղել է մոտ 5000 տոննա, 2025 թվականին եղել է 12000 տոննա, այսինքն 2.5 անգամ ավել, դա միանշանակ ազդել է ձեր նշած փոսերի գոյացման վրա, ինչ վերաբերվում է թե ինչու է այդպես լինում, մի շարք պատճառներ կան, ես ուզում եմ հատուկ շեշտադրում կատարել, որ մեր այն փողոցներում, որտեղ որ մենք 24-25 թվականներին իրականացրել ենք միջին նորոգում եւ կամ փոսալցման աշխատանքներ, այդ հատվածներում գրեթե չկան փոսեր, այսինքն նույն աղոավազը լցվել է նույն քանակի եւ առանց տարբերակելու թե ում տան դիմացն է եւ ում փողոցն է, նույնաչափ աղի մեքենա չի նայում թե սա այսինչ մարդու բնակարանն է կամ տունը։ Նույն աղոավազը լցվել է, այդտեղ պայմանավորված է նրանով, թե երբ ենք մենք այդտեղ իրականացրել փոսալցման աշխատանքներ կամ միջին նորոգման աշխատանքներ։ Մինչև իրանցի բանագնացները փորձում են դիվանագիտական ճանապարհով կանխել ամերիկյան հնարավոր ավիահարվածները, երկիրը ներսից պայքարում է պատժամիջոցներից հյուսված տնտեսության եւ արյունալի անկարգությունների դեմ։ Ըստ Reuters գործակալության, Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին այսօր կանգնած է իր 36-ամյա կառավարման ամենալուրջ մարտահրավերի առջև։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն սահմանել է կոշտ վերջնագիր Իրանին տալով ընդամենը 10-ից 15 օր ժամանակ համաձայնության գալու համար։ Թրամփը հիշեցրել է նախկինում իրականացված ավիահարվածների մասին, ակնարկելով, որ Վաշինգտոնը կարող է ել ավելի վճռական քայլերի դիմել։ Այս լարվածության ֆոնին լուրջ անհամաձայնություն է առաջացել Վաշինգտոնի եւ Լոնդոնի միջև։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը պաշտոնապես մերժել է ամերիկյան կողմին, թույլ չտալով օգտագործել բրիտանական ռազմաբազաները Իրանին հարվածելու համար։ Ըստ գործող համաձայնագրերի, այդ տարածքները երրորդ երկրների դեմ օգտագործելու համար անհրաժեշտ է Լոնդոնի համաձայնությունը։ Բրիտանիայի այս դիրքորոշումը զայրացրել է Թրամփին։ Ի պատասխան սպառնալիքների Թեհրանը հայտարարել է, որ չի ցանկանում պատերազմ սկսել, սակայն պատրաստ է վճռական հարված տալ ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում։ ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը զգուշացել է, որ յուրաքանչյուր ռազմաբազա, որն օգտագործվի իրենց դեմ, կդիտարկվի որպես օրինական թիրախ։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկրի միջուկային ծրագրի հարցը ռազմական լուծում չունի։ Նրա խոսքով անցած տարվա փորձն արդեն ցույց է տվել, որ ուժային ճանապարհով հնարավոր չէ ոչնչացնել իրենց միջուկային ձեռքբերումները։ Նախարարը նշել է, որ Թեհրանը ամերիկացի ժողովրդին թշնամի չի համարում, սակայն թշնամական է որակում ԱՄՆ կառավարության վարած քաղաքականությունը։ Արաղչին պարզաբանել է, որ հարաբերությունների փոփոխությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ Վաշինգտոնը դադարեցնի իր թշնամական գործողությունները։ Միևնույն ժամանակ դիվանագետը փաստել է, որ Միացյալ Նահանգները Իրանից չի պահանջել ամբողջությամբ դադարեցնել ուրանի հարստացումը։ Արաղչին տարածաշրջանային զարգացումները հեռախոսով քննարկել է նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ռուսական կողմը վերահաստատել է իր աջակցությունը բանակցային գործընթացին, կողմը արտահայտվելով արդար քաղաքական լուծմանը։ Применение односторонних принудительных мер мы здесь с Ираном. Կալիֆոռնիայի նահանգապետ Եվին Նյուսոմը հայտարարել է, որ մինչև 16 տարեկան դեռահասների մուտքը սոցիալական ցանցեր կարող է սահմանափակվել։ Անդրադառնալով Ավստրալիայի օրինակին, որտեղ ամբողջությամբ արգելվել է մինչև 16 տարեկաններին սոցցանցերում օգտահաշիվներ բացելը, նահանգապետը նշել է, որ ինքը դեռ վերջնական որոշում չի կայացրել։ Նրա խոսքով այդ հարցը դեռ լուծված չէ։ Բացի Ավստրալիայից, Ֆրանսիան նույնպես այս նախաձեռնությունը ցանկանում է գործի դնել։